Բարի լույս բոլորին, ողջ աշխարհին, ովքեր ինձ դիտում են, մի խոսքով բոլորիդ բարևներ, բարի օր։ Դե լույսն էլ բացվել է, ես իմ տնային գործերով տուն հավաքել, մաքրել, այստեղ ես ճաշ եմ պատրաստում, սոխեռան պատրաստ է, մի փոքր ջուր ավելացնեմ։ Ջրալի ճաշ ուզեց, դե հիմա արդեն լավ ուտում են ջրալի ճաշերը, ամռանը որ չի լինում ջրալի ճաշ ուտել, բայց դե կան ճաշատեսակներ, օրինակ աջապ սանդալ ենք ասում, չէ, դա ամռանն է ուտվում։ Մի խոսքով կատարում եմ Աշոտիս պատվերը, չնայած մենք էլ կուտենք, ով մենակ Աշոտի համար չի, այս կացայի մեջ մասուրն է գիշերը եռացրել եմ, պետք է տրորեմ, քամեմ, ոյ, հեն իչքան ջուր որ լցրել էի, պնդացել է, հեսա ցույց կտամ, մի հատ ես ես ճաշի հարցերը կարգավորեմ ու անցնենք առաջ։ Մի բաժակ էլ ուզում եմ մասուրի այդ թեյից խմել, տաքը անջատել եմ, չեմ դզվում, ժողովուրդ ջան, ձենս քաշվում է, մի տեսակ են չեմ, չգիտեմ ինչա կատարվում հետս, բայց որ սս նայում եք առողջ տեսք ունեմ, բայց այդ գրիպոզ, այդ մրսածության այդ վիճակը մոտիցս դուրս չի եկել, ես էլ հիմա թեյ մեի աշխատում եմ շատ թեյեր խմել, տեսեք իչքան է պնդացել, այդ իչքան ջուր լցրել էի, ամբողջը տենց ներծծվել է իրա մեջ, բինդ, հիմա սա պետք է քամեմ, տրորեմ, շատ դժվար աշխատանք է, լուրջ եմ ասում, հեն որ մի հատ ցանցով պետք է անցկացնեմ, հետո մաղով, այսով է տական ավանդական հին մաղերով, այդ ամբողջ փշերը դուրս կա, դժվար աշխատանք է, տաքացնում եմ ու տակ խմում եմ, շատ լավն է, տաք մասուրը համով է, կարտոֆիլն էլ եմ լցրել, ձավարով եմ պատրաստում, ինքան արագ եմ խմում, ձգտում եմ տակ խմել, որ այդ կոկորդը ստականը։ Ինչպես տեսնում եք, արդեն բոլոր այդ պարագաները, որ օգտագործելու եմ մասուր քամելու համար, պատրաստել եմ, այն որ հիմա օգնող չունեմ, Լիլիթը տանը չի, որ ասեմ, վայ Լիլիթ ջան, ես բեր, վայ Լիլիթ ջան, սատուր, բոլորը պետք է դնեմ մոտս, հարմարեցնեմ, սա մաղ է, սովետի հին ժամանակվա մաղ է, վերջինը սրանով եմ քամում, այդ փշերը դուրս գալու համար, այս կողմն է պատրվածը, վեր կպահեմ, ոչինչ, աման, թասով դեմ ասուրը լցնեմ, այս տեղ աթոռի վրա փռել եմ թերթ, թուղթ ու հարմարեցրել, սենց սեղանի վրա վերև, տենց լարված ձգված չեմ կարող տրորել, պետք է մի քիչ ցածր լինի հարմար, որ ուժ գործադրեմ, ամբողջը ճզմեմ, տրորեմ, քիչ լցնում եմ, հեսա մի աման էլ մոռացա, մի շիշ էլ ջուր եմ դնում կողքս, որ են վերջի պահերին մի փոքր շատ քիչ, բայց ջուր եմ օգտագործելու, այստեղ դե, այս մասուրն է, որ պետք է տրորեմ, այսինց էլի գործեր, մի աման ջուր, ճաշն էլ էբվում է, մի քիչ կամանցանեմ, թող հանդարտ իրա հանգով էբվի, և առաջին պայմանը պարտադիր ձեռնոց ենք հագնում, այս ձեռնոցները մի քիչ հաստ են, սրանք կհագնեմ, առաջի, որ այդ փշերը չխրվեն ձեռքս, հարմար է շատ աշխատելու համար, ձիգ չի, որ ձեռքերս, մատերս լարվի,
մի թասը մի անգամ տրորելու համար շատ հարմար է։ Դե գնացինք, դե Նազո ջան տրորի։ Բոլոր հատերը պետք է տենց տրորվի, ամբողջական չմնան։ Լավ էլ անցնում է։ Ինչքան հնարավոր է տրորում եմ, վերջում էլ մի փոքր ջուր կլցնեմ, ջրով ավելի հեշտ կգնա։ Դե ասեք Նազո ջան, քեզ համբերություն, գործերիդ հաջողություն, շուտ պրծնես, դենաս ինչ ես անում։ Այստեղ հիմա մի փոքր ջուր, տեսեք ջուրը բերել եմ, ջրի օգնությամբ լավ մաքրվում է։ Այս որն էլ սենց մնալու է, ես շատ չեմ չարչարվի, տենց թևերս բանանեմ, ջուր կլցնեմ, որ ասած կլվանամ կորիզները, արդյունքում մասուրի հյութ կստանամ, ինձ չեմ ուզում նեղություն տալ, ահա բավական է, արդյունքում կլինի, կստացվի համ մասրամածուն, համ էլ սոկ հյութ, իսկ դրա համար սա կլցնեմ այստեղ, նորը կլցնեմ, վերջ, ինչքան որ պետքներ գնաց, նայեք ահակին եղավ, նորից հիմա կլցնեմ, ու այսպես շարունակ, բայց ասեմ, որ մեծ հավեսով եմ անում, սիրում եմ նման գործեր, շատ եմ սիրում։ Մեծի համարյա մեկ կացը, համարյան որն է, որ կացան լծվել է, ու ես էլ այդ վերջինն է կացա, ես մեծ կացայի միջի, սա էլ այսպես լծենք, կորիզները չարժի, այստեղ կլցնեմ, ոյ, տեսեք, ահա, բարեհաջող եղավ, լավ է, ոյ, թուղ պռել է ճիշտ է, էլի, այսպես, եսի սենց է, էլի ահակին սոկ կլինի, եսի հյութը, կորիզները ոնց որ ասած, լվանում են, քամեմ, ինչ կլինի, կլինի, մի քիչ էլ կարելի է ջուր լցնել, լավ խառնեցի, հնարավորինս չափ հյութը կթափի, սենց անեմ, որ երևա, օ, ես նեղ մաջալին է սովա, մտեք, ով է, եկեք, ով է, վաղ չի, մերի, դի ճան
անակնկալ արեցիր։ Մասիր չեմ գալու, ձեռերս էլ մասիրա։ Մամայի թագուին է եկե, անակնկալ արես, իրելի հետևորդները։ Վայ Մերի, ինչ լավ ա որ եկար, Մերի։ Լավ ա որ եկար։ Ինչ, այո, շատ լավ է։ Վայ, մամայի աղջիկն եկավ, հեսա մամային կոֆե կդնի։ Ես ես սենց բարդ գործերի մեջ եմ։ Տնաշել ես, ինչ ես արեստեր։ Մասուրի բան եմ, ջեմ եմ սարքում, սոկ, ինա լավ ա եկար կխմ է։ Կոֆե ես դնու, լավ պահի եկավ, ռեկլամնայա պաուզա, մի հատ Մերիս հետ կոֆե խմեմ։ Անցի Մերի ջան զգուշ։ Հետո բասիր չեմ գալու։ Հավես չունեմ, բայց սրտովս ասում էր, ասի կողո այս աղջիկը ինձ խապում է անակնկալ անի։ Աշը ինձ բան չի ասա։ Աշն էլ առավոտ հագնվավ գնաց գործի, այսինքն գործի չէ, փորձաշրջան է, բայց ասում է լավ էլ անում եմ, ասում է չեն հավատում, որ երբեք չեմ արել։ Ասիմ դե սաղորն էլ խորովածի գործի մեջ ենք էլի։ Ինչա մանգալի մամայի մարալը։ Տիշ լավ անակնկալ արեցիր։ Մամ շատ սիրուն։ Փակ է։ Չէ, փակ չէ, բաց է։ Դրա որ ծեծեցիր դրա համար ես դուռը բաց թողեցի, ասի այդ մասուր քամելու պահին մարդ ես մեկ է տեսարով եկավ, դուռը բաց է լինի, ձեռերս բան չլինի։ Դա մասուրի հյութն է, մաղով քամեցի։ Որդներ ես մաղով անցկացրեցի, տեսեք այս մաղը ամբողջ փշերը հանում է, որն էլ որ մի քիչ արդեն մնում է մեջը եռալու ընթացքում, հենց դեռ չեռացած փրփուր է տալիս, պետք է ցանցով տենց վերցնենք, մեջը չտա։ Այնպես որ ոչ մի ես փուշ չեմ լցնում մեջը, նայեք ինչքան եմ հանել, որ թե կստացվի մի ձեռով Մերին էլ մի հատ տեղի չավ, մի երկու անգամ քամում եմ։ Տեսեք։ Թող ժամանակս գնա, բայց դե այն որ իմանաս ամբողջ փշերը դուրս են եկել։ Երկու անգամ քամելը ճիշտ է։ Որտեւ մաղի են կողքը պատրված էր, որ Մերին լցրեց մի անգամից, տենց լցվեց, մի հատ էլ երկրորդ անգամն էլ անեմ, որն էլ արդեն մնա փշերը եռալուց ուշադիր կլինեմ։ Տեսեք կորիզներ էլ կա, այս ցանցից կորիզը հնարավոր չէ, որ անցնի, ուղղակի կողքը պատրված էր, ահագին տենց լցվեց։ Ձեռնոցներ եմ հագնելու այն մյուսը քամելուց, պատրաստի նոսրացած մասուրի հյութ։ Այդ քամիչը պատկերացրեք, հիմա նորից մաղի հերթն է։ Այս հարմարությունն է, պետք է գործը հարմարեցնեմ ինձ, որ անեմ, սենց ավելի հարմար է։
երբ որ փշերը արդեն շատանում են, այս անցքը, մաղի այդ ցանցը բռնվում է, մասուրի փշերը փակում են, հեսա ես էլ անցկացնեմ, դանեմ դատարկեմ, սրամածու, սրանք տեսեք փշերն են, Մերի, հա, սոված ես, 10 տապակ քամեցի, մաղով 2 անգամ անցկացրել եմ ու լցնեմ, Ճաշը շատ լավն էր մամ։ հա, բա որ հնանում է ինչքան համովալում, առաջ դու չեր սիրում, ինչ նայնը քուրիկն եկավ, ախորժակով կերավ, ճիշտն ասա, դու էտ օրվանից սկսար ուտել, հա, նենց հավեսին էտ օրը կերար, եսը զարմացա, ահա, այսքան եղավ, մնաց որ դնեմ, մարման կրակի վրա էվվի, մաքուր կողը կուշտս մաքրել եմ, հա, ես երկաթն եմ դրել, որ չկպնի, կես այսենց կացայով եղավ, ու ինչու դրեցի, որ չկպնի էլի տակը, հա, հարմարա, շուրջի գադե միացնենք, թող դանդաղ էվվի, բայց են որ արդեն ուզում է եռա, Են որ արդեն ուզում է եռը, նորից ցանցով վերցնեմ վրայի փշերը, հենց եռում է վերև է տալիս, բայց ուրի աղբն է, ահա այսքան աղբ, ծանր է, մի 3 կիլոգրամ կլինի, դայթո եռա, դանդաղ, այնքան, որ պնդանա, լինի ջեմի պես, այս էլ մասրամածունի սկիզբը, հիմա այդ պահն է, որ պետք է ուշադիր լինե, ահա տեսեք արդեն ուզում է եռա, այս որ բարձրացել է տենց սպիտակ ու տենց մի տեսակ սենց փրփուրի պես, դա մասուրի փուշն է, հիմա ես այս փշերը մինչև եռալ է, տեսեք, պետք է հավաքեմ, հենց եռած տալու է մեջը, այսինք չեմ խառնե, նույնիսկ, որ չխառնվի, ինքը փուշը թեթև է եռալուց, որ ուզում է եռա, բարձրանում է երեսը, ահա, տեսեք, սա փուշ է, փռում եմ իմ այդ չամիչների մարլան թանզիվը, այն որ փռեմ, մեկը կգցեմ կգնա, այնպիսի կտոր համել, որ մաքուր կտոր լինի, փռել եմ ու կափարիչը այդ նույն կաթսայի, այսպես անում եմ, այդպես կարելի է կապել, որ ինքը ամուր լինի, չքանդվի, գազը ցածրացրել եմ դիտմամբ, որ այս գործողությունը կատարեմ ու չենք բացում, ահա, միացնում եմ, թող եռա, եռում է, բարձրանում է, որ թափվի, այդ փուշը, ինչքան մնացած փուշ կա, թեթև է, կկպնի թանզիվին ու ես կշպրտեմ, կգնա, հա, մի բան էլ մոռացա ասեմ, ավելացնեմ, որ չենք բացում, այդ ընթացքում չենք բացում, նայենք, հետաքրքիր է, չէ, կանգնել եմ մոտը, մտածում եմ բացեմ, թե չբացեմ, բայց դե ես ձեզ էլ խորհուրդ եմ տվել, որ հանկարծ չբացեք, և կրակը գազը ավելի ուժեղացրեցի, որ մի անգամից տենց իչքան ուժ գնության բարձրանա վերև այդ փշերի մնացորդը այնքան լավ, ինձ թվում է արդեն ժամանակն է բացելու, գոլորշին կողքերից տալիս է, բացում եմ ինչ եղավ, ես էլ տեսնեմ, ինձ էլ է հետաքրքիր, դադամ, տեսեք, բարձրացել, կպել է, գցեմ, մարլայի տարբերակն էլ որոշ չափով
կարող է մնացած այդ փշերը կպնում է իրեն, բայց ես շատ լավ քամել էի։ Ամեն մարդ իր ձևով, իր մեթոդով է քամում, ասեմ, որ ամենալավը այդ ձևով կփորձեք։ Մի խոսքով բոլոր ձևերն կանեք, թող լավ մաքրվի։ Հիմա բոլորիդ էլ կհետաքրքրի, թե ինչ վիճակում է մասրամածունը։ Ասեմ, որ ահագին պնդացել է ու գույն էլ մքվել է, բայց էլի էփելու տեղ ունի։ Այդ վիզը մեջ կսիրում ենք լավ է, տես չախոբիլի, ճաշերի մեջ, որ ճիշտն ասեմ, այդ փափուկ կտորներ ազդրամիս բան, տես չենք սիրում, իսկ մեկ-մեկ այդ վիզը մեջկը չախոբիլի նույնիսկ ջրալի ճաշերի մեջ շատ համեղ է լինում, սառածա, իհարկե մենք որ գնում ենք անմիջապես այդ թռչնաֆաբրիկայից ենք վերցնում, դե մերոնց տանը կպած է, մի քանի րոպեվա ճանապարհ է թռչնաֆաբրիկան, ոչ սառեցրածն ենք վերցնում, ափսոս որ հավի տոտիկներ չկար, տոտիկներն էլ շատ համով։ Գազար եմ լվացել, մաքրել, կորյական աղցան եմ պատրաստում։ Ու քերի չունեի կորյական աղցանի համար, նա ավելի տենց մի տեսակ հաստոտ էր հանում, բայց սա էլ վատը չի, ուղղակի պետք է ամուր սեղմենք։ Ահա, քերիչով անցկացրեցի եւ սրանք էլ պարտադիր չի։ Կդնեմ ցելոֆանով բորշի համար կօգտագործեմ կամ էլ Լիլիթը հեսա կուտի։ Փոխեցի աղցանամանի մեջ եւ փորձում եմ այստեղ ես համեմի սերմը փոշիացնել, որ օգտագործեմ ես։ Հոտը աշխարհը վերցրեց, այն խանութում էլ պատրաստի կա, բայց դե ես նախընտրում եմ, որ ունեմ ինչու ես չպատրաստեմ։ Ահա, մի քիչ շատ աղացի լցնեմ ամանի մեջ, հետագայում կօգտագործեմ։ Ես ունեմ այսպես փոքր ամաններ, սա սև պղպեղ է մեջը, ինձ թվում է հոտից էլ կտարբերվի, սա էլ լցնեմ այստեղ, մի փոքրիկ, ինձ թվում է տարողությունը կերիքի, ոյ, նույնիսկ կարելի ասել հոտը շատ սուր է։ Ես էլ սենց մեկամի թոզ բակաս կլցնեմ։ Մինչև համեմունքներին լցնելը, անցնելը ես վերցրել եմ մեկ գլուխ սոխ, լվացել, մաքրել ու այստեղ կարևոր չի, որ սոխը մանր կտրատենք, այնպես որ այսենց մասերի, որովհետև աղցանի մեջ մենք լցնելու ենք բուսայուղը, որի մեջ տապակում ենք սոխը, միայն բուսայուղն ենք լցնելու։ Սոխը յուրահատուկ իր համը տալիս է բուսայուղին եւ միայն բուսայուղը կլցնենք։ Մինչև սոխը կտապակվի, ես այստեղ համեմունքներն եմ ավելացնում գազարի վրա։ Ուրեմն ինչ եմ լցնելու, կարմիր աղացած պղպեղ, սև աղացած պղպեղ, համեմի սերմեր, որ նոր աղացի, շաքարավազ, աղ եւ խնձորի քացախ, այսքանը։ Հա, մոռացա սխտորի մասին, մեկ ատամիկ էլ սխտոր, մանր այսպես դանակով հարվածում եմ, կտրատում, կարող է այս մեկը դեռ չլցնեմ, սա շատ տենց սխտորի համ որ չտա։ Այսպես էլ շատ լավ մանրանում է ու հատիկ, որտև պետք չի շատ սխտորոտ լինի, չնայած աղցանի յուրահատկությունն էլ հենց սխտորի համի մեջ է։ Ոնց որ թե խաշը ուտես առանց սխտոր չի լինի, չէ։ Աղը մի քիչ անեմ, աղի չլինի, եթե պակաս լինի կլցնեմ, թեթև թեյի գթալով լցրեցի, մեկ թեյի գթալ շաքարավազ,
թեթև տենց համեմի սերմեր, հենց համեմի սերմերն է, որ յուրահատուկ համ է տալիս աղցանին, մեկ թեթև թեյի գտալ, չափաբաժիններ կան, որ կիլոգրամ է նշված գազարի, բայց սա ես կիլոգրամով չարեցի, քիչ կլիներ երևի, կծու սև պղպեղ, կծու եշապ, քիչ լցրեցի, որ երեխաներս ուտեն, մեկ գտալ էլ կարմիր պղպեղ և հերթը հասավ քացախին, խնձորի քացախին, երևի մեկ թեյի գտալ էլ սա, ասեմ համերը խառնելուց հետո տեսնեմ, որը պակաս է, տենց, ասեմ յուրահատուկ բաղադրատոմսով չեմ պատրաստում, կարող է մի բանը ավել լինի, մի բանը պակաս, իմ ընտանիքի համար, մեր ճաշակով, ոնց մենք սիրում ենք, դեռ վարդագույն երանգ չի ստացել, որովհետև կրակը կամաց եմ արել, բայց ուզում եմ, պետք է այսպես տապակվի, տենց լավ տապակվի, հա, վառած չէ, բայց դե վարդագույն երանգը ստանա, այս սոխը մեզ հարկավոր չէ, միայն հարկավոր է բուսայուղը, էլ չլցնեմ քամիչի մեջ այսպես, լավ էլ քամվեց, խառնում համեմունքները, քիչ եմ արել, հա, մի ուտելու համար, մերին էլ հերթապահությունից էր, հելը խեղճ երեխեն, քիչ պարկի հանգստանա, աղբերն էլ գա, նստենք, հաց ուտենք, հաջա, աղցան եմ սարքում, հաջա, Սրտս մանդարին ուզում, շինկաս են կար, այդ գազերը կարամ, հա, վերցրու գազարը կեր, տեսա, չէ, ասեցի, որ Լիլիթը կգա կուտի, ահա, սա էլ կորեական աղցան է իմ տարբերակով, ավել պակաս, չգիտեմ, այսպես պատրաստեցի, միշտ էլ այսպես եմ պատրաստում, ու ասեմ մեկ-մեկ էլ ավելացնում եմ կորեական աղցանի համար նախատեսված համեմունք հատուկ, պաչկաներով չեմ գնում, որովհետև այն համը չունի, կիլոգրամով աղացած Վրաստանից էին ինձ բերել, տարբերակով եթե հանդիպում է լավը գնում եմ, եթե ոչ տեսակ համեմի սերմեր ունեք տանը մանրացրեք և լցրեք, ոչ մի բանով էլ չի տարբերվում, տեսեք մասուրը իր եռալու ձևը փոխեց, տենց բլբլթալեն է եռում պղպճակներով, դա նշանակում է, որ ինքը ավելի պնդացել է ու հիմա ժամանակն է, որ ես շաքարավազ լցնեմ, ասեմ շաքարավազն էլ քիչ-քիչ եմ լցնում, քաղցր է, ճար չի լինի, իսկ ես է չեմ սիրում, որ այդ մասուրի թթվությունը, մրգի հատապտղի համը շաքարավազը փակում է, սա մեկ, մոտավորապես սա 250 գրամ է, 2, այսինքն կես կիլո եղավ, մի հատ խառնենք, այսպես անում եք ու լավաշ եք պատրաստում մասուրի, Լիլի գնա 2 հատ հաց առ, ահա, սեղանը դնենք, Աշոտ ջան, մանդարինը հաց կերեք նա, կոմպոտն է բացեմ, հատերը կուտեմ, ոնց որ դու սիրում եք ես հատերը, ինչի, աղցան եմ սարքել, բա, կորեական աղցան, Ինչ-որ տառականով բանով,
Ինչի որ կանա պիտի տառականով լնի։ Գազարո։ Չէ։ Լցնեմ սալատնիցը։ Ես միացրեցի։ Երկուսով աշխատանքից եկել են։ Այն աղջիկն էլ օդով ասանվում։ Չէ։ Հա։ Վիդեոն է տակ կադրի իջած կնադատա Մերի լցնեմ համովա։ Մի քիչ լցնեմ։ Լցեմ։ Հե։ Ես չէի իմանում որ պիտի գար։ Երեկն հենց ասես չեմ գալու, ասեմ լավ։ Այսօր առավոտ գրեց մաման չգիտի որ գալիս եմ դրա համար ասի մի բան սարքի Հա, թե չէ մաման բան չէր սարքում։ Մամ ճիշտ ասա որ դուրս բացի տեսար ինքն ինչ արի Հան բացեր ինքը մտավ ներս։ Պատվայր Ես էլ այդ ժամանակ մասուր էի տրորում։ Անջատի հաց Սրան էլ գտալ բերենք, լավ, անջատենք, մենք մեր հացը ուտենք, ես էլ բիբարա խորոված դրեցի տե։ Մեզ բարիախորժակ, ձեզ էլ բարիախորժակ։ Ահա, մի փոքր լցրել եմ այստեղ, սավելա, պնդացելա, կարծում եմ սրանից էլ պինդ, չարժի, շատ լավ է եղել, համը տեղը շատ քաղցր չի և մասուրի թթվայնությունն էլ զգացվում է, թթվությունը։ Են որ ուտեն կիմանամ, որ սա մասուրի ջեմ է, մասրամածունն է։ Եղում է, բլբլ թալեն, էպհելա։ Շատ ընտիր է եղել, շատ ընտիր։ Ընտիր ջեմ։ Ընտիր մասրամածուն։ 5 հատ կես կիլիանոց եմ լվացել, 2-4 չէ 6 հատ։ Աչկա չափով 5 հատը երևի հաստատ կլցնի, չգիտեմ, մինչև չլցնեմ, չեմ հասկանա։ Ահա, ու թռնում է արդեն, դա էլ նշանակում է, որ մեր ջեմ մասրամածունը պատրաստ է, փայլուն, համեղ, սիրուն, առողջարար։ Պտտացնեմ, որ կանթը չխանգարի, երևա, որ լցնում եմ պարզ։ Ուրախությունով առողջ ուտենք, ով էլ կճաշակի, կվայելի, թող առողջ ուտի, ուրախ սրտով ուտի։ Են որ պուղը կանչ կպցնելու չի, ընտիր սարքած, թարմը, պատրաստած, թակեմ սա։ Արդեն ահա որ թռնում է։ Ենքան է շոք այստեղ։ Տեսեք այդ տակի հատվածն եմ մաքրում, մի հատ չի կպել, եթե կպնում է դառնա համ, տենց համ է տալի։ Մի փոքր հենց մեզ համար համտեսելու։ Այդ գույնը իչքան պինդա, ջրիկ չեմ արել, սառի ավելի է պնդանալու։ Երեք սիրելի հետևորդներ, բայց չեմ կարող ցույց չտալ, ներեցեք ձայների համար։ 5 հատ կես լիտրանոց եղավ, սա իմ այսօրվա չարչարանքի արդյունքը, ինչու չէ նաև երեկվա չարչարանքի արդյունքը, սա էլ ննյաց այսքան, մի հատ նայեք ինչ լավ ջեմ է եղել, ընտիր փայլը տեղը, պնդությունը տեղը, ջրիկ պետք չի հանել, այսպես շատ լավ է,
Այն մասուրի համն է գալիս է, որ ուտում է, զգացվում է, որ սա մասրամածուն է։ Գույնն էլ դե եփվում է այս գույնա դառնում, այնքան է սև չի։ Լիլիթ, տեսնում ես, որ երեք մաքրեցիր, օգնեցիր, պատրաստեցինք մասուրի ջեմ։ Այդքան քիչ։ Բա դժվար է, պատկերացրու մասուրի մեջ ինչքան հյութ կա, պտղամիս կա։ Շատ քիչ։ Ով էլ որ կուտի, թող ուրախ ուտի։ Ամենակարևորը առողջ լինենք։ Տեսնում եք, չէ, ինչ համեղություններ կա իմ էջում, մնացեք ինձ հետ եւ տեսեք հետաքրքիր բաղադրատոմսեր, հետաքրքիր պատմություններ, մի խոսքով այն ամենը ինչ հետաքրքիր է։ Հալություն դիտումների համար չմոռանաք բաժանորդագրվեք, տարածեք ու լայքեք։ Եվ ահա Ամալյանը լավ պահի եկավ, սիրելի հետևորդներ, այն որ շատ լավ պահի եք, արի թեյ խմենք, չես գալի, դու էլ ես Իվան, հա դե հասկանում ենք վերանորոգում եք անում, ես էլ շաքարավազով կխմես, կուզես, հաց կարակ, մասուրի ջեմ, մի հատ հելը փորձի տես ինչ մասուրի ջեմ եմ սարքին, ես կանք չթափեմ, երկու կտոր հաց կա, հելը փորձի տես լավն է մասուրի ջեմը, մինչև թեյը կլինի, հետ սարքել ես մասուրի ջեմ, հա, շատ քաղցր չեմ արել, տիրա, տենց մի քիչ թթվաշությունը զգացվում, լավն է, ջրիկությունը, լավն է, չէ, շատ ջրիկ չի, այս նորմալ, հավեսին է, համովը, հլա աշին նայի, դրաշվել է, դրաշ, աշա տնից ես փոխվի, ոնց էր դու չլնես, Դարը 12 տարեկան չէ։ հիշա մանկությունը, տայ տղա, էլ էր փոքրիկ աշոտս։ Մերտիկոնը որ թրաշվե, հանեցել է փոքրի։ Հա, ասան չես թրաշվե, ով, հլա ասան չես թրաշվե։ Հաստատ էր դա։ Հաստատ տեղ է դա։ Իրես եփեմ մեփեջի։ Հա թաշել դա։ Գործի, ֆուդկորտը, երկու օր այդ մա փորձաշրջան։ Այն որ բան, քյաբաբ են շարում, բան շարում, հա, ֆուդկորտը։ Լավ չի։ Գնա։ Հա, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, իմ տղային, չնայած իմ տղան ենքան աշխատը գեղեցիկ այլ է, համովաջ եմ ամալ, ապրես որ հավանեցիր, ասին է մուսու տարիներին եմ էպել, մասուրի ջեմ, առաջ կիսուրս էլ էր էպում, հիշար ուզում է ասեի մութուլուս տարիները փե մամատ չի է փե ամալ գյուղը, մամատ չի է փե գյուղը, հա, էպած կլնեն գյուղի մարդիկ, էպած կլինեն, շատ համով ապրես, ձերքերը դալար, փոխնել քեզ, միշտ դալար, որ գարունը բացվի, դիքը բարձրանանք, ես էլ մի փոքրիկ զրույց Ամալիայի հետ, հետևորդները գրում են ուրա Ամալյան, ուրա չկա, կարոտում են, մեկ արի, կամ ես գամ, ես ուզում եմ գամ ձեր տունը խառնա, վերանորոգում եք անում, Արթուր այնքան է ասեց արի դոյի պոսլի արա չեք կոմ, մենակ պոսլեն ցույց կտամ, չէ, դոն խառնա, դե պարզա, որ ռեմոնտ են անում խառնա էլ լնում, ում տուննա, տենց իդեալական ելնում, հա, պրծնի կգամ կնկարի, պեսով չես կցում, կարակով, բանով, ահա, սիրելի հետևորդներ, էդ էլ ձեր կողմից շատ սիրված, Տիկին Ամալյան, ողջ և առողջ, առողջը չէ, գրողի,
Լավ է լաmal։ Ոչ։ Հա, ես էլ լավ չէ։ Չենք դզվում, Ամալիա ջան։ Չենք դզվում։ Լավ։ Իքա բավականը բարի գիշեր ձեզ։ Մենք գնում ենք քնել։ Սուտ, դու հիմա գնում ես քնելու։ Դու հիմա նայի ձեները լսում ես, դու պիտի գնաս ձեր տները հավաքես, ճաշ եփես, տիկոյի ճաշերը եփես։ Արտիկ ուտում կաստապին։ Տատին ուրա, տատին գնացել է։ Բազենը եմ արի։ Դու էլի ուշ քնում ես, շուտ արթնանում ես, գնում ես գործի։ Հեսա նոր տարի կգա, նոր տարվան քանի օր եք տունը դուք ամալ։ Մենք ամեն օր գործի ենք։ Դե դուք ամեն օր եք, չէ։ Նոր տարվան տունը, չէ՞։ Չէ, գործի եմ։ Ինչ։ Դեկտեմբերի 30-ից։ Արդեն անջատի է։ Ասել դեկտեմբերի 30-ից կհելնես գործից։ Անջատի է։ Հելնեմ, բարի գիշեր։